Ես երբեք չեմ անի մի բան, որ իմ խղճին, իմ համոզմունքներին ավելի լայն ձևակերպում եթե տալու լինենք, իմ պատկերացրածին, իմ մտածելակերպին, իմ աշխարհայացքին կարող է հակասել։ Ես չեմ կարող ապրել պարզապես եւ շատ արագ նաեւ այսպես ակնհայտ կդառնա, որ կեղծում եմ, կամ էստեղ եմ կեղծում, կամ այնտեղ եմ կեղծում։ Իսկ կար հասարակ եղել է դեպք, երբ ձեր կարծիքը հակասի թիմի կարծիքին կամ առհասարակ հանրության կարծիքին, ու ինչպես վարվեցիք այդ ժամանակ։ Եղել է դա։ Առհասարակ մեր թիմի մասին պատկերացումները առասպելական են։ Իշխանությունները նաև ենթադրում եմ հասարակության ինչ որ հատված պատկերացնում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսպես ուսանողների նման բոլորիս նստեցնում է, վերդիկտը ասում է եւ ժողովն ավարտվում է, իրականում այդպես չի, ես ձեզ վստահեցնում եմ, անգամ վերջերս նախագահին ասում եմ, պարոն նախագահ, մեր այս քննարկումներից հետո գիտեք ինչ ցանկություն է մոտս առաջանում, որ ինչ որ ձև հասանելի լինի մեր այս քննարկումը հանրությանը, որ մարդիկ տեսնեն, թե մենք հարցերը ոնց ենք քննարկում, ոնց ենք հանգում որոշման, որ դուք կարող եք ասել մի բան եւ ես դեմ լինեմ դրան եւ հակառակը։ Այսինքն մարդիկ պատկերացնում են, որ դա այսպես ենթակայի եւ ղեկավարի շեֆի, իսկ ավելի որոշ մարդկանց ընկալումներով քաղաքականության մեջ ղեկավարը շեֆ է, բայց երբեք մեզ մոտ այդպես չի, կարող են ընկալել, որ դա ենթակայի եւ շեֆի հարաբերություններ է։ Շատ է եղել իրականում, որ մենք որևէ հարցի վերաբերյալ, օրինակ կայացրել ենք որոշում, որ մեր օրինակ ֆրակցիայի, մեր խմբակցության որոշումը այս հարցի վերաբերյալ սա է, բայց դա իմ կարծիքը, որ ես արտահայտել եմ նաև խմբակցության նիստի ժամանակ կամ ավելի լայն ֆորմատով ժողովի ժամանակ չի համընկել իմ կարծիքի հետ, բայց գիտեք, մյուս կողմից էլ թիմային աշխատանքը հենց դրանով է թիմային աշխատանք, որ դու ինչ որտեղ պետքա նաև ենթարկվես թիմի կայացրած որոշմանը, որովհետև թիմում մենք նաև քվեարկություններ ենք իդեպ անում որոշումների կայացման համար, որտեղ կարող է քո կարծիքը կիսել է 2 հոգի, բայց այն կարծիքը, որը որ հրապարակվել է, այն դիրքորոշումը, որը որ հրապարակվել է խմբակցության անունից, 25 հոգի է օրինակ կողմ եղել այդ կարծիքի